Նայեցի ու եկա։ Բայց այդ մարդին զոտար է, ինչի եմ ինձ մեղավոր զգում։ Ինչ եմ ինքս ինձ խաբում, որ հարազատ չի։ Բայց իրական է։ Լին, էլի ինքդ քեզ խոսում ես։ Ինչի ուշացար։ Գործեր ունեմ, ոնց ես։ Լավ, ես չի ուզում առանց քեզ գնալ, ես ուզում էի դու գայիր, որ իրար հետ գնայինք։ Լիլիթ, ինչ ես խոսում, լավ ես։ Հա։ Ինչ է եղել։ Ոչ մի բան։ Ոչ մի բան ու մենախոսությամբ զբաղված մենակ Թանը նստած, լավ, այդ չի էականը։ Քո հետ խոսալու բան ունեմ։ Լիլին շիշտ հասկացի, հասկանում եմ, որ այն հարցերը, որոնք քեզ կարող է տամ, քեզ լավ բաներ չեն հիշեցնելու, բացասական հիշողություններ ես ունենալու, բայց կան որոշ մանրամասներ, որ մենակ քեզնից կարամ իմանալ։ Ասա։ Իմ նստած ժամանակ, որ մեր տուն էին մտել, այն երկու հոգին։ Ուզում եմ ուղղակի, խնդրում եմ, դու ինձ հասկացի, ինձ պետք է։ Եթե ինչ-որ բան հիշում ես, ուղղակի ասա, որ ես իմանամ։ Ինչ-որ կար ես ասել եմ, համել ինչի հիշեցիր այդ մասին։ Ինձ ինֆորմացիա է պետք է տորվանից, ու անկեղծ բացի քեզնից ինձ ոչ մեկ չի կարող օգնի, դրա համար ուզում եմ, որ հիշես, չգիտեմ միգուցե դեմքները բացվել է մի ամիտ, ինչ-որ կոնկրետ բան ես հիշում, հասակներից բռնացրած, մի խոսքով մի ինչ-որ բան, որ կարաս ինձ օգնես։ Ինչ-որ կար ես քեզ պատմել եմ, ու չեմ հասկանում ինչի ես նորից այդ թեման հիշել, ես չեմ ուզում հիշեմ։ Կներես լավ, կներես Լիլա, անկեղծ կներես։ Մեկը չեմ հասկանում, թե ինչի հանկարծ դա հիշեցիր նորից։ Ուշադրություն մի դարձրու։ Ասա էդը։ Ուր ես։ Տունը։ Լավ ես։ Նորմալ։ Դե ավակվի արի։ Ուր։ Պետրոսն է կանչել, Պետրոսի մոտ։ Լավ, եկա այսօր։ Լավ։ Ուր ես գնում։ Գործեր ունեմ։ Դուրս գամ, խոսենք։ Ալո, բարև ձեզ։ Ինձ մի քանի հիվանդանոցների համարներ կտաք։ Բարև նոր։ Բարև։ Ինչ-որ բան է եղել, անհանգիստ ես երևում։ Դու պետք է ասես ինչ-որ բան է եղել։ Այսինքն։ Լիլիթի մասին է խոսքս։ Ինչ է եղել իրան։ Աստղիկ, ես գիտեմ, որ ինքը քեզ ինչ-որ բան է ասում։ Ասում է, որ ոչ մեկի չասես Աստղ ջան։ Բայց եթե ինչ-որ բան կա, ինձ ասա, հա։ Չէ, ես իրոք ոչինչ չգիտեմ։ Երևի դու ինձ ասես ինչ է կատարվում։ Աստղ պատահական այն օրը ես լսեցի, որ Լիլիթը խոսում է քո հետ։ Ու ասում է, եթե Աբելը քեզ զանգի հարցնի, թե ինքը ուր է, կասես, որ ձեր տանն է։ Ես իսկապես չգիտեմ ինքը որտեղ է եղել։ Ես եկել էի, որ միասին պարապեինք, ինձ ասեց դու սկսի պարապել, ես կգամ ու հետո չեկավ։ Բայց չգիտես ինչ է եղել, որ ինքը չի ուզում Աբելի իմանա, թե ինքը որտեղ է։ Չէ, իսկապես չգիտեմ ու ես էլ եմ անհանգստանում։ Աստղ, եթե ինչ-որ բան գիտես, ինձ ասա, հա։ Չէ, իրոք չգիտեմ։ Իրոք չգիտես, թե ինչ-որ բան ես ինձնից թաքցնում։ Նո, իսկապես չգիտեմ։ Ես էլ եմ ուզում իմանալ ու ուզում եմ օգնել։
Չգիտեմ ինչա կատարվում, ինձ էլ ոչինչ չի ասում։ Որ քեզ խնդրեմ կզանգես իմանաս։ Մարիամ ջան, արի գնանք տանը սպասենք, հա, արդեն հոգնեցինք։ Չէ։ Ոնց չէ, բալես, սենց ինչքան կարանք ման գանք, արի գնանք տանը կսպասենք, տուն կգան պայման։ Պապան տանը չի, ես չեմ ուզում գնալ։ Բայց տուն կգա, չէ, հո դրսում չի մնալու անընդհատ, բալես։ Այո, Ալո, բարև ձեզ, ես մի բան եմ ուզում հարցնել։ բարև ձեզ։ Այսօր ձեզ մոտ մի մարդ են բերել, անունը Արթուր, ծեծված էր, մոտավորապես ժամը 1-ի հատվածում էր։ Մի րոպե սպասեք։ Ալո, լսում եք դուք ինձ։ Հա, ասեք։ Այս պահին պալատում է, բայց նորից վատացել է։ Այսինքն։ Արնավություն է ունեցել, բժիշկը հիմա մոտնա, դուք հարազատն եք։ Չէ, բայց… Իսկ եթե ճանաչում եք հարազատներին, լավ կլինի, որ գան։ Ես կփորձեմ գտնել որևէ մեկին։ Շատ լավ, գոնե այսօր ու վաղը նրան խնամող է պետք։ Չէ, սենց չի կարելի։ Մի քանի բան պատրաստեմ ու գնամ իրա մոտ։ Էդոն ասեց, որ մարդ ես խփե, հա։ Խմես մի բան։ Իմացա, որ քրոջը թևայով, հա։ Եկել էին տանս վրա։ Հետո։ Այդ լակուտնեսկի չէին էլ իմացել ում տան վրա են գալու։ Բնականաբար։ Եթե այդ պային ողորմածի կավակի տղեն դռան մոտ ջններ չեմ պատկերացնում ինչ կարելներ։ Կարող անենց բանել, որ ես իմ սաղ կյանքի ընթացքում ինչ չներեի։ Եթե քեզ դժվար է խոսել, արա այս թեման փակենք։ Չեմ ուզում ես քեզ խորհուրդներ տամ։ Դու լավ գիտես ինչ պետք է անել ավել։ Գիտեմ։ Ես քո հետ լուրջ թեմա ունեմ խոսալու։ Ասա ինչ որ պետք է։ Դու պետք է մի բան անես իմ համար։ Լսում եմ։ Ասեմ բանն է, որ ես 20 տարի սպասել եմ։ Իմ կյանքը մի րոպեում, մի վայրկյանում փոխվել է ապել։ Ես կարծեցի, որ վրեժս լուծել եմ, բայց արի ու տես, որ չեմ լուծել։ Ու պետք է լուծել։ Ու այդ ամեն ինչը դու ես անելու, դու։ Չեմ հասկանում ինչի մասին է խոսքը, Պետրոս։ Դե պարզ է, հիմա չես է հասկանա, բայց ես կպատմեմ քեզ, ինչ պետք է անես, ոնց պետք է անես։ Գիտեմ, որ բարդ է, վախենում եմ, որ կգժվեմ, խմում եմ, որ մոռանամ ամեն ինչ, բայց արի ու տես, որ լավ հիշում եմ։ Պետք է կարողանամ տարիների սխալը ուղղեմ։ Ու
Մենակ դու կարաս ինձ օգնես, դու։ Ինչ է պետք Պետրոս ասա։ Ասա։ Ես չի օգնում։ Ես ուղղակի սովորություն է։ Ուզում եմ մոռանամ ամեն ինչ, հավատա ուզում եմ մոռանամ։ Բայց արի ու տես, որ ամեն ինչ լավ էլ հիշում եմ։ Ինքս ինձ խաբում եմ։ Բարև ձեզ, կներեք, ինչ-որ բանով կարող եմ օգնել։ Հա, ճիշտն ասած, ես մի մարդու եմ փնտրում, ուղղակի չգիտեմ, որ պալատում է։ Հաստատ մեզ մոտ է։ Պիտի որ հա։ Փորձում օգնել, անունը կասեք։ Արթուր, բայց ազգանունը չեմ հիշում։ Փորձում օգնել ձեզ։ Ծեծված էր, ասեցին լավ է հետո, բայց նորից հետո ասեցին վատացել է։ Դուք կարող են գիտարով մարդու մոտ եք եկել։ Հա։ Բա այդ մարդը լրիվ խնդիր էր մեզ համար, ոչ լսում էր, ոչ ենթարկվում։ Մի կերպ փորձել ենք ինչ-որ պետք էր օգնել ստանալ, բայց ուշացել եք։ Ինչից եմ ուշացել։ Թողել փախել է մեզ մոտից, ոչ մի կերպ չենք կարողանում գտնել։ Ոնց փախել է։ Մենք էլ չգիտենք, կաթիլային անջատել ու փախել է։ Լավ, շնորհակալ եմ ամեն դեպքում։ Մի րոպե սպասեք, հա։ Սա վերցրեք, իր գիտարն է, մոռացել է մեզ մոտ։ Հա, բայց ինձ ինչի եք տալիս։ Մոռացել է, սենյակում մարդ չկար, չի վերցրել։ Եթե չեք ուզում, ես կարող եմ դեն նետել։ Չէ, լավ կվերցնեմ, կփորձեմ գտնել ու տալ։ Ես պետք է իմանամ, թե ինչ է եղել, ուր է սենց խառը գնում գալիս։ Մեկը կա, որ ես աշխարհում երկար է ապրում։ Ես չեմ ուզում, որ ես ամեն ինչ աղմուկ բարձրացնի։ Ուզում եմ, որ շատ հանգիստ լինի ապրել։ Ես ուզում եմ, որ ինքը անաղմուկ ու հանգիստ գնա այս աշխարհից, որովհետև ես հարցեր չունենամ։ Այ օրինակ վթար, սրտի կատված, տարբերակները շատ են, ու դու կարող ես մտածել, որ տարբերակ ընտրես ավել։ Ես մտածեմ։ Հա։ Ես ուզում եմ, որ դու այդ ամեն ինչ անես։ Դու նենց պետք անես, որ ես դեր անուն էլ ընդհանրապես չլսեմ, մոռանամ։ Մոռանամ։ Ով է Պետրոս։ Իմ բիզնեսների 50%-ի փայատերը։ Բայց այդ ոչ մի բան չի նշանակում։ Այդ են մարդն է, որի փոխարեն ես ուրիշին եմ սպանել։ Ուրիշին։ Համել հոգնել եմ այդ նույն պարտներից։ Երբ որ ամեն ինչ կավարտվի, մենք հանգուցյալի
բաժնե տոմսերի 5%-ը կտանք քեզ։ Ու դուք դառնաս իմ բիզնեսի 5%-ի փայատերը։ Ես ուզում եմ այս ամեն ինչի մասին հիմա իմանաս Աբել։ Մնացածի մասին հետո կխոսանք, ավելի մանրակրկիտ։ Ու կարծում եմ դու ինձ չես մերժի։ Ես եմ բերել, ոչ մի բան։ Ինչ էիր արել, հա? Ես եմ բերել ձեր գիտարը։ Ես էլ հավատացի, հա? Ես պատահական անցնում էի ու շտապուտնություն կանչեցի, որովհետև տեսա ձեզ ծեծում էին։ Դուք անգիտակից ընկած էիք։ Առաջին անգամը չի, հա? Միշտ էլ էս ա եղել։ Ես մտածեցի, որ լավ չեք զգում։ Հետո եկավ շտապուտնությունը ձեզ տարավ։ Լավ, ապրես։ Բա ինչի եք փախել հիվանդանոցից։ Իմաստ չկար մնալու։ Մեկա փողերս վերջացել էր ու չէի կարող վճարել։ Գիտարն այնտեղ եք թողել։ Քույրերից մեկն ինձ տվեց, ես էլ որոշեցի վերադարձնել ձեզ։ Մտածեցի ստեղ կլինեք։ Բա ուր պետք է լինեմ։ Էս ա իմ տունն ու բակը։ Առանց սրա ես կկորեի։ Էս իմ աշխատանքն է։ Ես ձեզ ուտելու բան եմ բերել, վերցրեք։ Այդքան մեղ տեսք ունեմ, հա, որ արդեն փոքր աղջիկներն են ինձ բերում ուտելու բան։ Խղճում եք, հա։ Վերցրեք։ Դա հանգստացի։ Երևի պապա մամայից հագուտ ես, չէ՞ թրծրել։ Թե չէ, եթե իմանանք, ասեն այդ բոմժետիչ գործ ունես։ Լավ։ Սոված եմ։ Սպասի։ Դու են աղջիկը, չես որ 5000 տվեց։ Հա, սպասի, մի գնա։ Հա, էլի դու ես։ Ես էլ շատ զարմացա, թե ինչ այդքան փող տվեց։ Ամեր սոված եմ։ Ես քեզ էլի կկանչեմ Աբել։ Հիմա դու կգնաս հետո քեզ ամեն ինչ կբացատրի, կասի ով է, ինչ ա, ինչացու է, որտեղ է։ Բայց մի հատ խնդրանք, դու մենակ կգործես, շատ մարդ մի խառնի դրա։ Եղավ։ Հետո մի խոսանք։ Սարքելու մեծանա։ Իմ տղեն ես դու, իմը։ Բան չասեցի, քոննա քոնը, ինչ տարբերություն։
ոնց ես։ Երեխան ոնց է։ Խոսա արա։ Ստեղ է երեխան։ Քո հետ եմ արա։ Պետրոս։ Ստեղ է երեխան, թե չէ հետ ասա։ Բանուն են։ Աղբեր ես։ Ուր են արա։ Ստեղ են։ Խոսա արա։ Մի բան ասա։ Չկան։ Ոնց թե չկան արա։ Արա, ես ինչ ես խոսում։ Ոնց թե չկան։ Հետևիցս մարդ չկա։ Ես ուղղակի։ Գերեզմաններ։ Աղբոր ընտանիքի։ Ամեն անգամ մենակ է գնում։ Ոչ մեկից չի թողում հետը գնաք։ Շատ քաղցր է։ Ուզում ես։ Չէ։ Լուսի, սկզբից չվստահեցի քեզ։ Գիտես, աշխարհը շատ է փոխվել։ Դժվար է մարդկանց առաջին հայացքին վստահելը։ Հիմա ամեն ինչ արտաքինի վրա է։ Դու չես նեղանում, չէ՞։ Լուսի շատ հավու է։ Շուտվայց քաղցր բան չէ եկել է։ Շատ դավեր։ Լուսի, ինչ էիր մտածել, որ ես բանը բերեցիր, հա, ուտելու բան բերեցիր։ Լսի, բա փողը։ Լսի, քո նման մարդիկ հազվադեպ են, գիտես։ Ոչինչ։ Դեռ երիտասարդ ես։ Կյանքը դեռ առջևում է, գիտես, աշխարհը ոտի տակ է։ Բայց պետք չի մարդկանց այդքան վստահել, գիտես։ Հիմա մարդիկ փոխվել են, ժամանակակից մարդ։ Հոգի չկա ժամանակակից մարդու մեջ, գիտես։ Չկա։ Հիմա միայն արտաքին փայլի վրա է, ամեն ինչ։ Լսի, քեզ այդ շատ շնորհակալ եմ։ Եզակի մարդ ես, գիտես։ Ինձ շատ օգնեց այդ գումարը, գիտես։ Շատ շնորհակալ եմ։ Ես իմ կյանքից չեմ դժգոհում, գիտես։ Լիքը լավ բաներ եմ ունեցել։ Բայց լսի, երբ երիտասարդ էի, քո նման, ինձ թվում էր, թե աշխարհը ոտիս տակ տա, ու ինչ կուզենամ կարող եմ անել։ Բայց հենց հանդիպում ես առաջին հաջողությանն ու հիասթափությանը, ամեն ինչ գլորվում է։ Երևի ինչ-որ միտեղ սխալվել եմ։ Ու հիմա հատուցում եմ դրա համար։ Գիտես ինչ, մենք բոլորս էլ այս կյանքում ստանում ենք այն, ինչին արժանի ենք։ Համաձայն չես։ Չգիտեմ։ Լավ, չհիասթափեցնեմ քեզ, ես քեզանից շատ շնորհակալ եմ։ Լսի, մի 100 դրամ ունես, մի բաժակ բան խմեմ, էլի։ Չէ, չունեմ։ Չեք ուզում օգնել, էլի տենց է, քեզ լավ աղջկա տեղ ես դրել, հա։
Չես ուզում օգնես, էլի։ Լավ։ Մի նեղաց, ես քեզանց իրոք շատ շնորհակալ եմ։ Մի նեղաց։ Գիտարը լավ տեղացրի։ Դու ստեղ ինչ ես անում։ Այդ ես պետք է չասեմ, դու պետք է ասես։ Դա քո գործը չի։ Դու հիմա պետք է ասես ինձ տանը պարապես, չէ։ Ես գնում եմ։ Ինչի որ Աբելը չի իմանա որտեղ ես։ Նայ, քո գործը չի։ Ով է այս մարդը։ Ես չգիտեմ, չեմ ճանաչում։ Որ չես ճանաչում, ինչ ես նստել կողքի։ Գիտար ես բերում, ուտելիք ես բերում։ Կասես։ Սպասի, Լիլի։ Ոնց ես։ Լավ, ախպերս, դու ոնց ես։ Ինչ-որ բան է եղել։ Չգիտեմ, դե մի քիչ խառն է, էլի։ Հետդ խոսալու բան ունեմ։ Ինչ է եղել։ Ուզում եմ, որ ինձ պատմես մեր տուն մտնելու պատմությունը։ Արամ ամեն ինչ մանրամասն։ Առանց ինչ-որ բան թաքցնելու։ Ինչ գիտես, ում գիտես։ Լուսի։ Ես այդ լակոտներին գտել եմ անողներին։ Իրենք հիմա իմ մոտ են։ Արդեն ամեն ինչ պատմել եմ։ Գիտեմ նաև թե ով է կազմակերպել այդ ամեն ինչ։ Ուզում եմ, որ դու պատմես այն ինչ որ գիտես։ Ամեն ինչ, որ ես հանգիստ խղճով անեմ, այն ինչ որ պիտի անեմ։ Ու հիմա ինչ, որ դրանց գտել ես, ինչ ես անելու։ Գիտեմ ով են այդ լակոտները։ Ու գիտեմ թե ով է մեջքներին կանգնած։ Այդ են սևակն է։ Այն նույն սևակում հետ դու կոնֆլիկտ ես ունեցել։ Ձորի Ռուբոյի աղբոր տղա է։ Գտել ես դրան։ Չէ։ Բայց լակոտներին գտել եմ։ Հետո ապել, ինչ ես որոշել, ինչ ես անելու։ Այ որ գտնեմ առաջին հարցս լելու են, թե խի են արել, ով ասել իրանց որ անեն, որ նա պատճառ է եղել։ Ապել հանգստացի էլի։ Տակ գլխով որոշումներ մի կայացու։ Դու հլը բերդից նոր ես դուրս եկել, հլը քո վրա գործեր կան, հնես մի արա հետո որ էլի կան պոչիտ նստեն, մի քիչ մտածի այդ ուղղությամբ, ավել բաներ մի արա։ Լսի ինձ, ես իմ անձնական հարցն է, ու թքած ունեմ, քանի միլիցիայի հետևիցս կախված։ Լսում ես, ես դրանց գտնելու եմ ու հատ-հատ մորթեմ։ Դու ես հարցին մի խառնում։ Դու ես ամեն ինչ հետ գործ չունես։ Բայց Աբել, բայց չկա։ Դու էիր մի քանի օր առաջ ուզում դրանց սպանած լինել։ Հիմա չես խառնում։ Ամեն ինչ թողնում ես ինձ։ Աբել, ես դրա այդ կիսա թողած գործ ունեմ, ու ես իմ գործը պետք է միջև վերջ անեմ։ Վերջ։ Վախենամ դու ուղղակի չհասցնես։ Վերջ էլ քննարկելու բան չկա։ Քեզնից մի բան է գալիս, որ մանրամասն պատմես, թե այդ օրը ինչա տեղի ունես։ Կպատմեմ ախպերս, կպատմեմ։ Դե պատմի, լսում եմ։ Լիլ, լավա զանգեցիր։ Աստղիկ, ինչի ես նույն ասել, որ… Սպասի, Լիլ։ Ինչի ես ասել, որ իբր ես ձեր տանն եմ, բայց Աբելին խաբել եմ։ Ես ոչ մի բան չեմ ասել։ Բա որտեղից գիտի։ Որ լսես հաստատ կիմանաս։
Ուրիշ ոչ մեկ չգիտեր։ Կարող է լսել ա, որ հեռախոսով հետս խոսել ես։ Որտեղ ա լսել։ Ձեր շենքի մոտ որտեղ պետք ա լսի։ Այ քեզ բան։ Ինչ ա հետդ կատարվում։ Հիմա չես ասելու որտեղ էիր։ Հետո կխոսենք։ Եք տուն մտել ա։ Չգիտեմ։ Մի վարած։ Սելենով չեմ խտելու։ Մի անգամից կսպակ։ Այ, օրինը, դու։ Էչի համար էի վատրվել։ Կարող ա լեզնի բացի։ Ապեմ ես փող եմ տվել, այդ մենակ փողի համար է։ Մենակ փողի։ Իսկ ինչ էիր պատրաստվում անել։ Ասա! Պիտի բանաբանի։ Հը? Ինչ ֆունկցիա էր կատարում դեռ։ Ես դուրսում նստած ձեռքեր, մի խփի ինձի, պետք է կեթամ սևակին կտնեմ ես կխպեմ, դու մենակ ասա։ Քեզ ինչ էինք խոստացել որ։ Փող էին ասյախտեր։ Արա, որ դու մենակ աղջիկա տան վրա էիր։ Այս ուժը չէր մտնում, որ մեր պատասխանը տալու էիր։ Ինչ չէին ասա ինչ պետք է անել։ Պատմի դե տուրել ինչ է այդ արա։ Ես չգիտեմ մեքենայի մեջ նստած եմ ելը։ Ում եք հանդիպել այդ օրը։ Որոշ ոքի։ Ում ես տեսել արա այդ օրը։ Մենակ Սևակին։ Ինքնա փողը խոստացել։ Ինքնա ուղարկե բռնաբանել։ Այ ախպերես ինչ ես արել ապեր։ Արա ես այդ տղեկին ասել էի քեզ մենակ չթողել։ Ինչ ես նայում, չես տնում մեռել են, հեր գնանք դուրս ապեր, են գվածվեք, արի։ Ապեր ես ինչ թեմա է, որ այսքան դիակ ես վր էդ հավաքում։ Եթե սենց բան եմ արել, ուրեմն արժանի եմ։ Ապեր դու գիտես, որ ինչ էլ անես կողք կտեմ։ Ում էլ, որտեղ խփես կողք կտեմ։ Դու իմ ախպերն ես։ Բայց ինձ հետաքրքիր է ինչի համար։ Այսքան դիակղի ես ավելացնում քո վրա։ Էդո։ Մոտել են իմ տուն։ Իմ բերդում նստած վաղ։ Քրոջս փորձում եմ բռնաբարել։ Ժամանակ երբ որ իրա կողքը մարդ չէ։ Արա սրանք աննասուններ են։ Սրանք սենց հեշտ չպետք է սպանել։ Սկզբից խիչ էի ասում ինչա թեման։ Սրանց ուրիշ պատիժ էր սպասվում։ Գիտենք իրար
Ես պատիժը կրում են արդեն։ Իմ ամենումա վերջին է։ Այդ սևակը գտնելու եմ դրան ավելի։ Ինձ բացարձակ չի հետաքրքրում իր ամենիշքի նովականյաց։ Սարս պատմության գլխին ինքն է։ Ուզում ա ձոր և ռուբոն լինի, ուզում ա հանգիստ աղբեր։ Արի դուրս տակ։ Լավ ես ապես ընց քիչ ա։ Սրած սպաներն էր քիչ, սրած պիտ տանջի։ Աբել դու գիտես, որ ինչ էլ անես կողքը տանած։ Դու իմ աղբեր ես։ Քո ճիշտի իմ ճիշտն է։ Կգտնենք, սևակին է կգտնենք։ Հասկանամ, թե սևակին ով պատի։ Արո, հրմեն տվածա։ Տարիքին կասնում սրանց կպործին էր։ Հետքն չկտնենք։